Կարդալու եմ առաջի Պետրոսի թղթի երկրորդ գլխից, առաջի, երկրորդ, երրորդ համարները, բայց կսկսեմ երրորդ համարից։ Գրված այսպես. եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է։ Այստեղ մարդ կա, որ ճաշակել է, որ Տերը քաղցր է։ Իրակ, ճաշակել ես, որ Տերը քաղցր է, հա, Տերը շատ է լավ է։ Եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է, մեր Աստված բարի է, հա, ավտոբուսով գալիս էինք եւ Վալոդ աղբորս հետ բարևեցի, ասի Վալոդ աղբեր ջան, ոնց ես, ասա, ոնց պետք է եղնեմ, Աստված տունն էլա տվել, առողջություն էլա տվել, այնա թվարկես, հա, այո, մեր Տերը քաղցր է, բարի է, մեզ պահում է, մեզ օրհնում է, շնորհակալ եմ Աստծուց, Արսենը ծառայությունը սկսեց, Աստված մեզ ներում է, ոչ թե մի հատ մեղ, ոչ թե երկու հատ մեր բոլոր մեղքերը, Աստված բժշկում է մեր բոլոր վերքերը, ինքը փառավոր է, երանի մեզ, որ Աստված ունենք, ամեն, փառ մեր Տիրոջը, եւ գրված է, եթե ճաշակել եք, որ Տերը, եթե ճաշակել ես, ուզում եմ կանանց հարցնեմ, հետ եղելա, որ ամուսնուդ ասես, եթե ինձ սիրում ես, դու ես բանը կանես, եղելա, չէ, եթե, այսինքն, եթե ինչ-որ հարաբերություն կա, եթե ինձ սիրում ես, դու ես բանը կանես, եւ այստեղ Պետրոսը շատ լուրջ, ոնց որ սենց վիզով է բերում մեր առաջ, կանչ է բերում, ասում է, եթե ճաշակել ես, որ Տերը քաղցր է, բաներ պիտի անես, եւ այդ բաները երկրորդ խոսքի մեջ ասում է, հետևից առաջ եմ գնում, ասում է, նորածի երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կաթը, որ նրանով աճեղ դեպի փրկությունը։ Նորածին երեխայի պես ցանկացեք այն անխարդախ կաթը, նորածին երեխան, ասում է, ցանկացեք այն անխարդախ, այսինքն մայրական կաթի մասին է խոսքը, եւ սրա իմաստը իհարկե Աստծո խոսքն է։ Սրա իմաստը Աստծո խոսքն ասում է, նորածին երեխեքի պես ցանկացեք այն անխարդախ մաքուր անարատ կաթը, այսինքն Աստծո խոսքը ինչի համար, որ նրանով աճեք դեպի փրկություն։ Ես այս խոսքը որ գրում էի, հիշեցի, որ ես ինքս տեսել եմ, համոզված եմ, որ մամաները բոլոր այդ բան արած կեղնեն, որ երեխան ուզում են գիշերները մանավանդ, որ երեխան չվեր կենա, կաթի տեղը ջուր են տալիս։ Հա, տենցա թե չէ, թե մենակ մեր տանն է եղել։ Կաթի կամ չայ են տա, վերջը, բայց երեխան միշտ բան ասես, դեմակ են, էլի լեզվով այդ սոսկին բրթմա դուսակա, իրա փոքր հալով սենց, ինչա ինքը կաթի կա ուզում։ Եվ այստեղ Պետրոս ասում է մանուկների պես մյուս թարգմանության մեջ ասում է փափագեք անխարդախ ռուսերենում ասում է լյուբիցե չիստե սլավեսնա մալակո սիրեք փափագեք ձգտեք այդ անխարդախ կաթի սիրեք Աստծո խոսքը սիրեք Աստծո ով է սիրում Աստծո խոսքը այսօր դրա մասին եմ ուզում սիրեք Աստծո խոսքը այսօր ուզում եմ մի քիչ Աստծո խոսքով Աստծո խոսքի մասին ձեզ հետ կիսվեմ սիրեք Աստծո խոսքը սիրեք այդ անխարդախ կաթը սիրեք այդ անարատ կերակույրը որով մենք աճում ենք դեպի փրկություն ուզում եմ քեզ ասեմ որ եթե մենք չսիրենք Աստծո խոսքը չսիրենք այս անարատ կաթը որ Աստված տվել է մեզ մեր փրկության հարցը շատ մեծ հարցականի տակ կլինի եթե ճաշակել ես թե Տերը քաղցր է ուրեմն իր խոսքը սիրի եւ դրա առաջի խոսքը այսպես ասեմ արդ դեն գցելով ամեն չարություն ամեն խաբեություն ամեն կեղծավորություն եւ նախանց ամեն չարախոսություն հետո ասма սիրեցեք այսինքն որպիսի փափագենք որպիսի գնանք դեպի Աստծո խոսքը որպիսի մենք վայելենք Աստծո խոսքը բաներ կա որ մենք պետքա ինչ անենք դեն գցենք հնարավոր չի որ մենք չարության մեջ ապրենք ու ինչ որ չար կյանքով ապրենք չար բաներ ցանկանանք նախանձ եղնենք կեղծավոր լինենք այնտեղ չարություն անենք չարախոսենք կեղծավոր լինենք ու շուրգանք ասենք Հիսուս ջան դե ես քո խոսքը շատ եմ սիրում հնարավոր չի դա համար որպիսի խոսքը վայելես որպիսի այդ անխարդախ կաթին գնաս բաներ կա որ մեր կյանքից պետքա դեն գցենք չարություն չարախոսություն կեղծավորություն նախանձ եւ այլն սիրեցեք անխարդախ կաթը եթե ճաշակել ես
թե Տերը քաղցր է։ Մեր Տերը քաղցր է, հա։ Այս քարոզը որ գրում է մի բան հիշեցի կիսվեմ ձեզ հետ իմ սրտով, գիտեք ժամանակ ա եղնը որ Աստվածաշունչը վերցնում եմ ու տարբեր տեղերից եմ կարդում, բայց ասենք մեկ-մեկ sense կարդում ու sense Հիսուս ջան այնքան քեզ կարոտել եմ, մի քիչ քո մասին կարդամ ու գալիս եմ նոր կտական։ Կարծես թե sense մի հատ կարոտ եմ ապրում, հա, մեր Տեր Հիսուս Քրիստոսին ու դա մեր մեջ պետք է եղնի, որովհետև մեր կերակույրը, մեր հոգու կերակույրը, հա, Աստծո խոսքն է։ Ամեն։ Ու գիտեք ինչն է բանը, որ մեզ կարիք չկա, որ ասենք, գիտես ինչ կա, ով է տոլմա սիրը։ Թփով տոլմ, հա։ Ով չի բաստուրմա, ասենք, կամ խորոված, այնտեղ ես իմիջ, ասենք, կարիք չկա, որ ասենք, գիտես ինչ կա, սիրը էլի խոր, մենք սիրը մենք, որովհետև լավ ճաշակ ունենք։ Ես հիշում եմ մի անգամ ռուս ծառայողներ էին եկել հյուր եւ հովիվս ասեցի Եսուսը եմ իրանց պատվեմ եւ լավ խորոված արեցի, իսկականից շատ համով խորոված արեցի, լավ հատուկ միս արա եւ ամենալավ կտսես մեծ լավ կտսես կողի հետ մեծ երկու հատ լավ կտոր առանձին խորովեցի, մեկը հովիվս տվեցի, մեկը այդ հյուրին, այս հյուրը այս միսը հենց գծեց սենց արա Վասիլի, ты знаешь почему армяне любят вкусно готовить? Ասավ, почему? Ասավ, потому что они любят вкусно есть։ Հա, հիմա կարիք չկա որ ասենք, գիտես ինչ կա, սիրի, այս բանը, այս ուտելիքը, սիրի, մենք սիրում ենք, որովհետև ինչի համար, դա մեզ լավ է, մեզ հաճույք է պատճառում եւ այլն, բայց այստեղ Աստծո խոսքի համար Սուրբ Գիրքը հիշացնում ասում է սիրի Աստծո խոսքը։ Սիրի որպես ոնց որ երեխեն է իր մայրական կաթը սիրում, այդ ձևի սիրի, պատկասում եք ինչ համեմատություն է։ Ես չգիտեմ, փոքր երեխեն, կուրս կուտող երեխեն, իրան պետք չի համոզել, որ այդ կաթը լավն է, իրան պետք չի այնտեղ, որ այդ մանուկ երեխու կողքին դնես կամ իրա քթի մոտ բերես, խորոված, սևիկրա, ես իմ ինչ համեղ բաներ, ոչ մի բանի վրա ինքը ռեակցիա չի տա, ինքը անպայման կգնա դեպի իր մայրական կաթը, թենցա թե չէ։ Հա, նույնն էլ սա է, սիրելիներ, մեր քթի մոտով ինչ ասես անցակենամ։ Այս աշխարհը ինչ ասես մեզ ուզմա տա, բայց մի բան կա, որ մենք միանգամից պետք է ռեակցիա տանք։ Դա Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը, սիրիր Աստծո խոսքը։ Ինչու համար։ Գիտեք, Աստծո խոսքը զորավոր է։ Ուզում այսօր մի քանի տեղեր կարդամ ու քեզ քաջալերեմ, քեզ օրհնեմ այս խոսքով եւ գիտեք, Գործք առաքելոց 11-րդ գլխի մեջ Սուրբ Գիրքը պատմում մի մարդու մասին, որը աստվածավախ էր, հա, որոշ զոհաբերություններ էր անում, բարեգործություններ անում եւ գրված է եւ պատմեց մեզ, թե ինչպես տեսա հրեշտակը իր տանը եւ կանգնած էր եւ ասում էր նրան ուղարկիր Հոպե եւ կանչիր Պետրոս կոչված Սիմոնին։ Ինքը տեսիլք էր տեսել, հրեշտակի է տեսել եւ այդ հրեշտակը ասել էր Պետրոսին կանչի, ինչի համար, ասում նա քեզ հետ բաներ կխոսի, որոնով կփրկվես դու եւ քո բոլոր տունդ։ Նա քեզ բաներ կխոսի, Աստծո խոսք կասի, եւ այդ խոսքը կփրկի քեզ եւ քո տունդ։ Ժողովուրդ ջան, Աստծո խոսքը փրկելու զորություն ունի։ Այստեղ ոչ մեկս մենք կյանքը չենք տվել Քրիստոսին, ինչ որ մեկի սիրուն աշկերից, ինչ որ մեկի լավ գործերից, ինչ որ sense բան, ոչ մի բանի պատճառը չի։ Մենք մեր կյանքը տվել ենք Հիսուսին, որովհետև ինչ որ մեկը ասել է, Աստված քեզ սիրում է։ Ես հիշում եմ, ինձ մի օր մեկ ասավ, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին ուղարկեց, որ ով որ նրան հավատա, չկորցվի, այլ հավիտենական կյանք ունենա, սիրտս մտավ։ Մանավանդ այն մյուսն էլ ասավ, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին կփրկվես դու քո ամբողջ տունը, վաու, ասես ինչ լավ է հավատալը։ Ինչ ազդեց ին վրա, Աստծո խոսքը։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է, ես չեմ ամաչում Քրիստոսի ավետարանից, որովհետև դա Աստծո զորությունն է մարդկանց փրկելու համար։ Աստծո խոսքը զորավոր է մարդկանց փրկի
դժողքից, մարդկանց փրկի անեզքից, մարդկանց փրկի հավիտենական կրակից, Աստծո խոսքն է զորավոր։ Այդ խոսքն է մարդուն փրկում, ժողովուրդ ջան։ Եվ այդ խոսքը գործում է, ժողովուրդ ջան, հաստատ գործում է։ Հրեշտակը ինքը հրեշտակը ասավ գնա Պետրոսին կանչի ինքը գա խոսք կասի։ Ես համոզված եմ, որ Պետրոս ուրիշ բան չասավ, եկավ ասավ Հիսուսը, որը խաչվել է մարդկության համար, հարություն առել եւ երրորդ օրը հարություն առել, պիտի գա նորից իրանով կարակ փրկվեք եւ բոլորը իրանց կյանքը տվեցին Աստծուն։ Ամեն։ Համար առաջի Աստծո խոսքը փրկում է։ Երկրորդ տեղը Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 5-րդ համարից։ Եվ երբ որ Հիսուսը մտավ Կափառնաում, մի հարուրապետ եկավ նրա մոտ, աղաչում էր նրան եւ ասում էր. «Տեր, իմ ծառան անդամալույց ընկած է տանը եւ չարաչար տանջվում է»։ Հիսուսն էլ ասեց նրան. «Ես կգամ կբժշկեմ նրան»։ Լսեք, Հիսուս ասավ. «Ես կգամ, նրան կբժշկեմ»։ Այս հարուրապետը գիտեք ինչ ասավ, հարուրապետը պատասխանելով ասեց. «Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն խոսք ասա, եւ իմ ծառան կբժշկվի»։ Եվ այստեղ օրինակ աբերեմ, ասում եմ ես էլ հարուրապետ եմ, կամանձիր եմ, մեկին ասեմ գնա ստեղ գնում է, մեկին ասեմ արի այստեղ գալիս է, իսկ դու որ խոսք ասես, իմ ծառաս կբժշկվի։ Եվ Հիսուսը զարմացավ ասավ. «Ես Իսրայելում նույնիսկ այս ձևի հավատ չեմ ճարել, Աստծո խոսքը բժշկում է»։ Հիվանդությանը կարաս ասես, դու պետքա վերջանաս, դու պետքա վերանաս իմ կյանքի մեջ, դու պետքա գնաս իմ մարմնից, եւ Աստծո խոսքը բժշկում է։ Ժողովուրդ ջան, օրհնալ է մեր Տերը, որ խոսք է ուղարկել։ Դավիթ ասում է, դու խոսք ուղարկեցիր, դու խոսք ասացիր։ Հիսուսը ասավ, խոսք ասա միայն, եւ իմ ծառան կբժշկվի։ Լավ է թե չէ։ Իսկ Հիսուսը չգնաց, ասավ Հիսուս ջան, պետք չի քու գալը, պատկերացրեք Աստծո խոսք, որովհետև Հիսուս Քրիստոսը ինքը Աստծո խոսքն է։ Ասավ միայն խոսք ասա, իմ ծառաս կբժշկի։ Աստծո խոսքը փրկում է, Աստծո խոսքը բժշկում է։ Սիրի Աստծո խոսքը, որ փրկություն գա քո կյանքի մեջ, որ բժշկություն գա քո կյանքի մեջ։ Սաղմոս 119 18 Սաղմոս 119 հայերեն եմ, ռուսերեն 118 119 104 եւ 105 համարները այնքան լավն է, այնքան լավն է Աստծո խոսքը, այնքան անուշ է։ Գրված է. «Քո պատվիրանքներովս ես իմաստուն եղա, սրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհը»։ Տեսեք, քո պատվիրաններով, Աստծո պատվիրաններով ասում է, ես իմաստուն եղա։ Ուզում ես իմաստուն եղնես։ Մենք կարիք ունենք, քեզանից խելքով մարդ կա այս աշխարհը, լիքը։ Ուզում ես ավելի խելացի եղնես, հա, գաղտնիքը սա է, Աստծո պատվիրանները պահի։ Ասում է, քո պատվիրաններով ես իմաստուն եղա, սրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհը։ Դավիթ թագավորը Սաղմոս 2-ն ասում է, քո պատվիրանները ինձ իմաստուն արեցին, եւ իմաստությունը գիտեք ինչի մեջ է, ես ատում եմ ստության ճանապարհները։ Ու մյուս խոսքը ասում է, քո խոսքը ճրագ է իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհների համար։ Քո խոսքը ճրագ է, այսինքն ուզում ես ճիշտ ճանապարհով գնաս, ուզում ես չսայթակես, ուզում ես փոսի չընկնես, ուզում ես հանկարծ չգնաս ավազակների ձեռքն ընկնես, ուզում ես ճիշտ ճանապարհով գնաս, ուզում ես վարորդները գիտեն, եթե ուզում ես ինչ-որ տեղ գնաս, նավիգատոր ես միացնում, ճիշտ է, որ քեզ չոտքի տանի, հասցնի տեղ։ Աստծո նավիգատորն էլ, որ ուզում ես ճիշտ ճանապարհ գնաս, ճիշտ տեղ հասնես, լավ տեղ հասնես, հանկարծ չմոլորվես, դրա գաղտնիքը Աստծո խոսքն է։ Ամեն։ Աստծո խոսքը թույլ չի տալիս, որ ես ու դու մոլորվենք։ Աստծո խոսքը թույլ չի տալիս, որ ես ու դու սխալ ճանապարհների մեջ գնանք։ Եթե ճաշակել ես, որ Տերը քաղցր է,
Եթե ճաշակել ես, որ Տերը քաղցր, ես համոզված եմ այստեղ բոլորդ էլ ժամանակ ա եղել, ինչ որ մեկը քեզ առաջարկություն արել։ Ասել արի ես բանը սենց անենք էլի։ Ու հասկացել ես, որ դա սխալ է, դա մեղք է, դա ճիշտ չի։ Ասել ես չէ, ես չեմ անի։ Կան թեզ մարդիկ այստեղ։ Կան թեզ մարդիկ այստեղ։ Ես համոզված եմ, որ կան։ Ես դա չեմ անի։ Ինչի համար, որովհետև դա Աստծո ճանապարհը չի։ Աստծո ճանապարհը, Աստծո խոսքը օգնում է, որ մենք ճիշտ ճանապարհով քայլենք։ Ամեն, չմոլորվենք, չսխալվենք, եւ դա շատ հրաշալի է։ Ամեն։ Աստծո խոսքը փրկում է, Աստծո խոսքը բժշկում է, Աստծո խոսքը մեզ պահում է ամեն չար ճանապարհներից։ Մեզ իմաստություն է տալիս։ Առակաց 13-րդ գլուխ 13 համար։ Խոսքը արհամարողը իրան է վնասում, իսկ պատվիրանքից վախեցողը կվարձատրվի։ Խոսքը արհամարողը, ինչ անենք, որ գրված ասենց, պահ, ինչ անենք, որ Աստվածաշունչը սենց ասոր, ես սենց եմ հասկանում, գրված է, իրան կվնասի։ Իսկ խոսքից վախեցողը գրված է, կվարձատրվի։ Ով որ Աստծո խոսքի համեմատ վախ ունի, այսինքն ինչ է նշանակում վախ, նշանակում է, որ ես չեմ ուզենա աչուձախ գնամ։ Սա ինձ համար հեղինակություն է, սա ինձ համար ամենաբարձրն է, ամենակարևորն է, Աստված ասում է, կվարձատրվի։ Աստծո խոսքը պահողը վարձատրվում է։ Ուզում ես վարձք ունենաս, Աստծո խոսքը պահի։ 66 Եսայա մարգարեություն 66-րդ գլուխ։ Առաջի ու երկրորդ համարները։ Գրված է, այսպես է ասում Տերը. երկինքը իմ աթոռն է եւ երկիրը իմ ոտների պատվանդանը։ Դա ինչ տուն է, որ շինում եք ինձ համար, եւ դա ինչ տեղ է իմ հանգստության համար։ Աստված ասում է, դուք չեք կարող զարմացնեք։ Երկինքը իմ աթոռն է, երկիրն էլ իմ ոտքերից տակ է։ Ինչով կարող ինձ զարմացնեք։ Ու երկրորդ խոսքի մեջ ասում է, արդ ամենն էլ իմ ձեռքն է արել, ես եմ արել դա։ Եվ եղան այն ամենը, ասում է Տերը, եւ ես սրան եմ մտիկ տալիս։ Այսինքն դա ինչ չեք կարող զարմացնեք։ Ինչ չեք կարող, իմ ուշադրությունը չեք կարող գրավեք, հենց ես իմ ինչեր չեք կարող անեք, բայց ասում է, տեսեք ում եմ ես նայում, խոնարհին եւ կոտրված հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին։ Մատթեոս 8:16 Եվ երբ որ իրիկուն եղավ, շատ դիվահարներ բերեցին նրա մոտ, այսինքն Հիսուսի մոտ, եւ նա խոսքով հանեց ոգիները եւ ամեն հիվանդներին բժշկեց։ Աստծո խոսքը զորություն ունի։ Ես տեսել եմ որոշ բաներ, որ ասենք դիվահար մարդիկ կան, մեկ էլ տեր մեզ փորին խփում են, ասում են դու սարի, չի դուս գա։ Մի հոգի ասավ, դևի վրա պետք է գոռաս, ասես գոռաս, որ դուս գա, չի դուս գա։ Դևեր կան, դիվահարներ կան, բայց իրանք փախչում են միայն Աստծո խոսքից, միայն Քրիստոսի անունից։ Եվ Հիսուս ասավ, նա հիվանդներին բժշկեց Աստծո խոսքով, դիվահարներին ազատագրեց խոսքով, ասավ, խոսք ասավ, եւ նրանք դևին ասավ, դուրս արի, դուրս եկավ։ Եվ վերջ, հրամայեց եւ նա գնաց։ Հալելույա։ Մեր շուտ հարևաններից իմացել էր, որ ես եկեղեցու ծառայող եմ, իրանց ընտանիքի մեջ խնդիրներ կան, եւ հրավիրեցին իրանց տուն, ասավ տղես հիվանդ է, ավելի շատ սենց հոգեկան բաներ ուներ, հա, գնացինք, բայց ես չգիտեի, որ ինչ որ թեց խնդիր կա, ես էլ մի հատ հովիվի հետ էի երիտասարդ, հա, գնացինք իրանց տուն, ասի, դե բեր աղոթենք, հա, աղոթեցի, հենց ձեռքս դրեցի վեր ընկավ, վայր ընկավ, հա,
Կարինեն միշտ ծիծաղում է կիրովականցիների վրա, ասում է կիրովականցիները ասում են վեր ընկավ, ոնց վեր ընկավ, վայր ընկավ։ Դա համար նայեց իրա։ Վայր ընկավ, ասենք բերանը փրփրեց բան, հա։ Ու մեկը ասես միանգամից վեր կացավ ու։ Հիմա իմ հետ էր մի հատ երիտասարդ, հովիվա ես այդ փորձառություն ունեի, ինքը չուներ։ Ասես բանը եկա ասեց որ գնա մեր տանից։ Ու ասես շատ սարսափելի բան։ Բայց դե ես գիտեմ ինքը չի ասում, իր մեջին նու դեվահար էր։ Հա, ասի ես չեմ գնալու, բայց դու պետք է գնաս։ Հիսուս Քրիստոսի անունով։ Փոքր սենյակ էր, ես ես պատմեմ մի քիչ ուժ ես ֆիլմա, ոչինչ։ Բայց իրականությունն է։ Հա, երիտասարդ տղա էր, սենց արավ։ Ու սենց ուզմա խփի չի կարա, որովհետև չի կարա, հա, Քրիստոսը մեր մեջ է։ Մեկ էլ էս պատին սենց խփելով մի կրուկ սենց ֆրաս, սաղ սենց պատերի վրա փոս արավ, սենց գնա մեր տանից։ Ասի ես չեմ գնալու, բայց դու պետք է դուրս գաս իր մեջից, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Մեկ էլ ընկավ։ Մեկ էլ մի քանի վայրկյան հետո վեք ասա ինձ էլ ապար էր ասում, վայ ապար ջան, էս ինչ կատարվեց հետս, այս ինչ լավ է, էս ինչ լավ եմ ինձ զգում, էս ինչ լավ է։ Աստծո խոսքը ազատագրում է։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Հիսուսը գրված է խոսքով, այո, խոսք ասավ, հիվանդը բժշկեց, խոսք ասավ, դևերը փախան։ Լեգիոն դևերը եկան Հիսուսին ասին, խնդրում ենք մեզ մի ուղարկի, մեզ ուղարկի խոզերի մեջ, ասավ, գնացին։ Աստծո խոսքին հնազանդվում է ամեն բան, ամեն արարած, երկնքում, երկիրը եւ սանդարամետական։ Աստծո խոսքը զորավոր է։ Ժողովուրդ ջան։ Ալելույա։ Առաջի Կորինթացիների 1:5 Շատ բաներ եմ գրել, ուզում եմ ավելի մի քիչ կարդամ, թե չէ։ Առաջի գլուխ 5-րդ խոսք։ Որ ամեն բանի մեջ հարստանաք նրանով, ամեն խոսքով եւ ամեն գիտությունով։ Ամեն բանի մեջ հարստանաք նրանով, Քրիստոսով, ոնց հարստանանք։ Խոսքով եւ գիտությունով։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ քեզ ասեմ, եթե Աստծո ինչքան Աստծո խոսք ունես, այնքան հարուստ ես։ Ես քեզ լուրջ եմ ասում։ Ինչքան Աստծո խոսք ունես, այնքան հարուստ մարդ ես։ Մեզ հրավիրել են միտեղ մի հատ մեծ հարուստի ծնունդ էր, մեզ էլ են հրավիրել, ու ինքը անհավատ էր, դες մտածեցի, ասի ինչ կարամ առնեմ իր համար, ամեն ինչ ունի։ Ես էլ տենց հնարավորություններ չունեմ, ես իմ ինչեր առնեմ, հա, բայց իմ ամենաթանկ բանը դա Աստվածաշունչն էր։ Եվ Աստվածաշունչ վերցրեցի եւ տարա իրան տվեցի, ու մինչեւ նվեր տալը իրան ասեցի, վերցրեցի Աստվածաշունչը, ասի գիտես ինչ կա, եթե մի հատ դե իրանք մի քիչ էս աշխարհի մարդիկ են, պետք է մի քիչ աշխարհի ձևով ասեցի, եթե մի հատ ճիշտ կա, դա էստեղ է։ Եթե իմաստություն կա, էստեղ է։ Եթե հարցի պատասխան կա, էստեղ է։ Եթե կյանք կա, էստեղ է։ Եթե զորություն կա, սրա մեջ է։ Անկեղծ եմ ասում, ինքը աշկերի մեջ, ինքը մեծ մարդ էր, հարուստ մարդ էր, ազդեցիկ մարդ էր, բայց աշկերը լցվեցին, ասավ, գիտես ինչ կա, Վարդան ջան, ես մենակ Աստծուց եմ վախում։ Հիմա այդ դրա մեջ էլ երկակի բան կար, էլի, կարող ասում էր ես մենակ Աստծուց եմ վախում, մնացածը սա հեչ, հա, բայց մյուս կողմը, եթե Աստծուց ես վախենում, դու իմաստուն մարդ ես։ Համենայն դեպս դա իր վրա շատ ազդեցություն թողեց։ Սիրելիներ, ինչով ենք հարուստ Աստծո խոսքով, ժողովուրդ ջան։ Այս մյուս խոսքը շատ լավ է, երկրորդ Տիմոթեոս 2 գլուխ 8-րդ խոսքից գրված է. Հիշիր Հիսուս Քրիստոսին մեռելների միջից հարություն առածին։ Հիշում եմ եւ մի 30 տարի առաջ, հա,
30 տարի առաջ եկել էր մի հատ եպիսկոպոս Մուրզա Վլադիմիր Մայսեևիչ հա հիմա չկա ինքը տիրոջ մոտա ու քարոզ տվեց Помни Господа Иисуса Христа 4 հատ բառ Հիշիր Տեր Հիսուս Քրիստոսին ու այդ 4 բառի վրա այդ ինչ քարոզ տվեց ու պատմեց իր կյանքը ինքը շատ անգամ բանտ էր նստել վերջը հալածվել էր ու սենց պատմում էր հիշիր ասում այս բանի մեջ ես հիշում էի Տիրոջը սոված ենք հիշում էի Տիրոջը կարիքի մեջ ենք հիշում էի Տիրոջը հալածում են հիշում էի Տիրոջը հիշում էի ու ես հիշում եմ որ ինքը քարոզում էր ես լացում էի կանգնած լացում էի ու որ վկայում եմ ձեզ որ աշկերտես բացեցի տեսա դեմս այսենց լրիվ ջուրա այն որ ասում են խոշոր կաթիլներով լաց են եղել իմ մոտ մի անգամ կյանքից մեջ եղել է այդ մարդու քարոզի եւ Աստծո զորության ազդեցության տակ հիշիր Հիսուս Քրիստոսին մեռելների միջից հարություն առածին որ Դավիթի սերունդից է իմ ավետարանի համեմատ հիմա որի համար չարչարվում եմ մինչև կապանքի մեջ լինել չարագործի պես բայց Աստծո խոսքը կապանք չի Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է հիշի Տեր Հիսուսին որի խոսքի համար ես չարչարվում եմ նույնիսկ կապանքների մեջ այսինքն ինքը Աստծո խոսք էր քարոզում ու դրա համար իրան բանտ էին դրել բայց ասում Աստծո խոսքի համար կապանք չկա բանտում էլ ես պետքա Աստծո խոսքը քարոզեմ այս վերջերս մի հատ հանդիպում կար մեկի մասին խոսում են եւ ինքը իր մասին որ բանտում ա եղել ու ասել են հա տեղդ ոնց է բան ասել է Հիսուսի հետ ամեն տեղը լավ է Вообще պրոբլեմ չկա ինչ տարբերություն բանտը մեղնես այնտեղ ես իմ անտառը մեղնես ռեստորանը մեղնես այնտեղ ուրիշ քաղաքը մեղնես կարևորը Հիսուսի հետ եղնես Աստծո խոսքի համար արժե բանտ նստել ժողովուրդ ջան ասեմ որ նույնիսկ հանցագործ աշխարհում հավատացյալներին շատ են հարգում իրանց սրբության համար իրանց որոշման համար հավատացյալները ընդունված են հավատացյալները սիրված են հավատացյալները հարգված են որովհետև իրանք ճիշտ սիրտ ունեն իրանք Աստվածավախ են նույնիսկ դրա համար ասում արժե հիմա ինչի համար արժե մարդիկ կան գողության համար ասում ու գողության համար բանտ եմ նստել ամոթա մի լավ բան է սա էլ հետնել գլուխդ գովում ես կամ ընդհակառակը շատ ավելի վատ բաների համար հա բայց ասեմ քեզ Պողոս առաքյալը ասում ինձ համար պատիվ է որ Աստծո խոսքի համար նույնիսկ բանտ նստեմ ամեն Որովհետև ամեն բանի համբերում եմ ընտրվածների համար, որ նրանք էլ հասնեն այն փրկության, որ Քրիստոս Հիսուսում է։ Այսինքն քարոզելու պատճառով, Աստծո խոսքը քարոզելու պատճառով այդ մարդուն բանտ են նստացել, բայց ասում համբերում եմ, գիտեմ, որ այն խոսքը, որ ասեմ, որոշների համար փրկության պատճառը։ Պատրաստ եմ դրա համար բանտով էլ անցկեն։ Լավ է թե չէ։ Տիտոսի առաջի գլուխ, Տիտոսի թուղթ առաջի գլուխ, այսօր մի քիչ շատ եմ կարդում, կարակ գրեք, տան ուսումնասիրեք, սա շատ լավ թեմա է, Տիտոսի առաջի գլուխ, ուրեմն 9-րդ համար, գրված է, հաստատ բռնելով վարդապետության հավատարիմ խոսքը, որ կարող լինեք ողջամիտ վարդապետություններով հորդորել և հակառակորդներին, Հաստատ բռնեք վարդապետության հավատարիմ խոսքը, հաստատ բռնեք Աստծո խոսքը, հիմա որ չունենք, որտեղից բռնենք, ասում որ դրանով կարողանաք, կարող լինեք ողջամիտ վարդապետության հորդորել նույնիսկ հակառակորդներին, ուզեմ քեզ ասեմ, որ ինչ-որ մեկը կուզենա քո հետ վիճի, Աստծո խոսքի մասին, ես հիշում եմ նոր էի ապաշխարել, մի հատ հայ ընտանիք գնացինք հյուր, իրանց տղեն Կրիշնայի դեր, ասենք մենք քրիստոնյա ազգ ենք, էլի դա Կրիշնայի դեր, sense
բաներ անեմ, մատնեսես բաներ անեմ, մեդիտացիա անեմ, բաներ անեմ։ Հա, ես սկսեցի հետը խոսալը։ Դե մի քիչ խոսացինք, բրծավ։ Ինչ որ գիտեի, ասեցի, բրծավ, ուզում եմ իրան համոզեմ, որ ինքը ճիշտ չի անում, էլի լավ չի անում, բայց դե ասեցի ու բրծավ։ Դե որ բրծավ ասի, դե չգիտեմ, ասա, բա որ չգիտես ինչ ես ասում։ Այսօր ապես հիշում եմ։ Բա որ չգիտես ինչ ես ասում։ Այսինքն լավա որ մենք իմանանք, ինչի համար, որ իմանանք որոշներին, ասենք, եղելա որ երեխուդ ասես, չի կարելի ասի, չի կարելի որ։ Եղելա թե չէ։ Այս բանը մի գնա, այս բխի չգնան որ։ Հա? Բացատրի ինձ։ Որ չես կարող բացատրես, ինչ է ուզում ինձանից։ Հիմա հակառակորդներ կա, որ կարող է քեզ ասեն, Աստված չկա։ Հակառակորդներ կա, ասեն, այս խեք ամեն կիրակի գնում եք բանը, եկեղեցի, պարապեք մնացել այ մար, հա? Ինչի մար է սուրբ կյանք ապրում, ինչի մար զոհաբերություն, մանավանդ հայերի համար, ընդհանրապես շատ բանը զոհաբերությունը վաբշե պրոբլեմա, գնում եք փողեր եք տալիս այնտեղ եսի ինչեր եք անում, բախի եք անում, որ չիմանան ոնց բացատրեմ այդ մարդ, չէ՞։ Հակառակորդներ կան, եւ Տիտոս ասում է, իմացեք այդ վարդապետությունը սովորեք, որ կարենակ հանկարծ մեկը ուզենա բան ասի քեզ, ասես խառաշո, նստի։ Մի անգամ սենյակումս նստած է եւ ինձ զանգ եկավ, ուսեն շատ խիստ, ասավ, Քոթանջան Վարդան ասի, այո, ասավ, ես քեզ հրավիրում եմ, այստեղ, չգիտեմ, միտեղ բան կա, միլիցիանոց կա։ Դաժե ոչ թե միլիցիանոց, ինչ որ էս ասեմ։ В общем, զգացի որ բանա, միլիցիա է։ Ասա, ուզում եմ քո հետ խոսամ։ Ու հասկացա, որ պետք է գնամ անպայման։ Էս ինչ ժամին կգաս այստեղ, ասի կգամ։ Գնացի, մի հատ էլ Աստվածաշունչ տարա, որ իրան նվեր տա, բայց չգիտեմ ուր եմ գնամ։ Գնացի ինձ տարան, երևի դա էլ սենց պսիխոլոգիստի ինչ-որ ճնշման բաներ, տարան սենց պատվալային հարկ։ Ու ինքն էլ ինձանից երևի 2 անգամ բոյով էր։ Հա, ես էլ դե պուճուր եմ, ռեալն ես, բոյով, զդարով մի հատ տղա էր։ Տարավ սենյակում նստացրեց, խելոք, փոքր սենյակ էր, հա, ասի կներեք, էլի դուք ով եք։ Ասավ, հա, օրգանիզացիա պա էքստրեմիզմ, այդ բառը ասավ, պա էքստրեմիզմ, ասավ, բան, սենց, էքստրեմիստների հետ ենք, էլի գործանում։ Հա, դե ասի, էքստրեմիզմ и протестантизм, это вообще две разные вещи. Հա, ասինքն ինձ տարել են այնտեղ ու ասում են դու էքստրեմիստ, ասում եմ ես էքստրեմիստ չեմ կարող եղնեմ։ Ասավ ձեր եկե, ասի հետաքրքիր է, մենք ինչով ենք զբաղվում, ասավ հա, ասի ահա, ալելույա մտքմս։ Ասի հետա պատմեմ, ասավ պատմի։ Նստեցի, սաղ եկեղեցու պատմությունը պատմեցի։ Ով ենք մենք, որտեղից ենք, ում ենք հավատում, ինչի համար ենք հավատում, ոնց ենք պաշտամունք անում։ Հա, ինձ կանչել է հարցաքննելու, բայց ես իրան քարոզեցի։ Հալելույա։ Աստվածաշունչը նվեր տվեցի։ Հա, վերջը մեր մի հատ 3 տող բան գրեց, թե դե ստորագրի, որ քեզ կանչել եմ, ասի խառաշո։ Բա որ չիմանայի ինչ պետք է ասեի։ Հա, ժողովուրդ ջան։ Այս մասին չեմ ասել ձեզ առաջ անգամ պատմում, հա։ Սովորեք, որ կարողանաք նույնիսկ հակառակորդներին սովորացնել։ Հայտնության գրքի մեջ 12-րդ գլուխ 11 համար նայեք, գրված է եւ նրանք հաղթեցին նրան, այսինքն սատանային։ Ոնց հաղթեցին, գրված է գարի արյունով եւ իրանց վկայության խոսքով։ Նրանք հաղթեցին գարան արյունով, բայց գարան արյունը եւ գրված է եւ իրանց բերանի խոսքով։ Ժողովուրդ ջան, սա շատ կարևոր է։ Մյուս տեղը, որ շատ լավն է, հայտնության գիրք առաջի գլուխ, ուրեմն 3-րդ համար, տեսեք, ասում է, երանելի են այն մարգարության խոսքերը, նայեք, գիտեք ով է երանելի։ Երանելի են նրանք, ովքեր մարգարության խոսքերը, այսինքն Աստվածաշունչը։
Երանել են նրանք, ովքեր խոսքերը կարդում են, լսում են, սովորում են, գրվածները պահողները, որովհետև ժամանակը մոտ է։ Մենք այսօր խոսում ենք, աշխարհի վերջն է, Հիսուսը շուտով գալու է, հա? Ու դա ամեն օր մենք հասկանում ենք։ Ամեն օր արտաքին այս աշխարհը մեզ ցույց է տալիս, որ այս աշխարհը կործանման է գնում։ Հիսուսը գալու է ժողովուրդ ջան, եւ գալու է իր եկեղեցու հետևից, եւ այստեղ Սուրբ Գիրքը ասում է, երանելի են այս մարգարության խոսքերը կարդացողը, լսողը, սովորողը, գրվածները, պահողները։ 4 հատ բան։ Կարդա, լսիր, սովորի եւ պահի։ Ամեն։ Անում ես թե չէ։ Կարդում ես, լսում ես, սովորում ես, պահում ես, եթե անում ես, երանելի ես, որովհետև ժամանակը մոտ է։ Եվ հիմա աղոթքի թեմա տամ։ Մենք երեք աղոթում ենք սրա մասին, հիմա եկեք բոլորով միասին միաբան աղոթենք Երկրորդ Թեսաղոնիկեցիների 3-րդ գլուխ առաջի համարից։ Այսուհետև եղբայրներ աղոթք արեք մեզ համար, որ Տիրոջ խոսքը առաջանա, տարածվի, распространялось։ Աղոթք անենք, որ Տիրոջ խոսքը այստեղ չմնա, տարածվի եւ ամեն տեղ փառավորվի, ինչպես որ էլ ձեզ մոտ։ Ամեն տեղ փառավորվի, գիտեք ինչ անշկամ փառավորվի, ամեն տեղ ամենաբարձրը Աստծո խոսքը լինի։ Աստծո խոսքը հեղինակություն է, Աստծո խոսքը հեղինակություն ունի ամեն մեկի համար։ Աստծո խոսքը հայտնի լինի ամեն տեղ։ Եկեք աղոթենք սրա համար, ժողովուրդ ջան, որ Աստծո խոսքը տարածվի եւ Աստծո խոսքը միշտ բարձր լինի։ Ամեն, եւ որ փրկվենք անօրեն եւ անզգամ մարդկանցից, որովհետեւ հավատքը ամեն մարդու ամենքի հավատքը ամենի բան չէ։ Այսինքն ոչ բոլորի մեջ հավատք կա։ Բա որտեղից հավատք? Աստծո խոսքից։ Ժողովուրդ ջան։ Հիմա ամենակարևորը ասեմ եւ աղոթենք։ Պողոս ասում է, աղոթենք, որ Աստծո խոսքը տարածվի։ Ոնց տարածվի? Կարա Աստծո խոսքը ինքն իրան տարածվի։ Հա? Ոնց տարածվի? Ով որ գիտի նա է տարածողը, ով որ ունի նա է տարածողը, եւ այդ տարածողը ես եմ եւ դու ես, սիրելիներ։ Աստված մեզ կանչել է, որ այս աշխարհի մարդկանց Աստծո խոսք տարածենք, իրանց պատմենք Աստծո բարի սրտի մասին, բարի ավետարանի մասին, պատմենք Քրիստոսի զոհի մասին, պատմենք հավիտենական կյանքի մասին, պատմենք, որ կա դժոխք, կա նաև դրախտ, պատմենք, որ մեղքի փոխարեն կա նաև սուրբ կյանք, պատմենք, որ կարելի է մեղք չգործել եւ սուրբ կյանք ապրել եւ վաբշե օրհնված լինել, պատմենք, որ կարելի է չգողանալ եւ երջանիկ լինել, հարստանալ, պատմել, որ կարելի է սուտ խոսալ եւ ընդհանրապես խնդրեմ չի եղնի, պատմել այդ մասին, ժողովուրդ ջան, ով պատմի, ես ու դու։ Ոնց պատմենք, եթե չիմանանք, ոնց պատմենք, չգնանք ասենք, գիտես, այս բանը չանես, ասիխի ասեմ, ադե չգիտեմ, պրոստը չանես, լավ չի, չէ, ապացուցենք, որ այդպես է։ Ամեն։